Խնդրում ողջ առաջ գաք։ Խնդրում ողջ առաջ գաք, անել պատին տակ ամպել, ողջ առաջ եկիք միասին քննարկենք, հասկանանք մերան։ Պեցրեք, ճանապարհը պեցրեք եկիք։ Ժողովուրդ, ճանապարհը դուք եկիք ստեղ։ Հիմա տեսիք, երևի մենակ ես չեմ նկատում ոստիկանության ծառայողների կուտակումները։ Ես պրակտիկայից ելնելով ավելի քան վստահ եմ, որ մոտ 10-15 րոպե հետո այս ամեն ինչը վերածվելու է բերման ենթարկումների, ձերբակալությունների, հետագայում նաև կանոնավոր միջնորդությունների, ինչը ես այս պահին թույլատրել ուղղակի չեմ կարող։ Հաշվի առնելով քննչական կոմիտեի տված պատասխանը, մասնավորապես են վաղը ժամը 5-ին 5:30 Տիգրան Ողբաբյանի պատրաստան RES հարցաքնին։ Եվ այսօրվա չեմ ասում եղանակային պայմանները, այլ այսօրվա մեր հավաքը ըստ էության թեկուզ քչով չափով, բայց իր նպատակին ծառայելու հանգամանքը, ես ոչ թե առաջարկում եմ, այլ խնդրում եմ առաջարկ ներկայացնել։ Ինչ անենք, որպեսզի մեր մոտ առաջանա վստահություն, որ վաղվանից քննչական կոմիտեն այս գործով տանելու է պատշաճ նախաքննություն։ Վերևում մեզ պարզաբանել են, որ այս գործով տանելու են օբյեկտիվ եւ պատշաճ նախաքննություն։ Առաջարկներից մեկը հետեւյալ տեսք ունի։ Ես առաջարկում եմ այսօր, ելնելով քիչ առաջ վկայակոչած պայմաններից, դադարեցնել այս գործողությունը մինչև վաղը։ Վաղը ժամը 5:30 մի վայրկյան կասիմ էլի կասիկ հաչ է։ Վաղը Վաղը 17:30 Տիգրան Ողբաբյանի հարցաքննությունն է։ Վաղը մենք կարող ենք այստեղ հավաքվել ոչ թե 100 կամ 200 հոգով, այլ 1000 կամ 2000 հոգով։ Առերեսումում հետ ասել է։ Առերեսում չկա։ Վաղը լրացուցիչ, վաղը տեղի է ունենալու Տիգրան Ողբաբյանի լրացուցիչ հարցաքննությունը։ Քննչական կոմիտեն սպասում է ըստ իր խոսքերի Տիգրան Ողբաբյանի լրացուցիչ հարցաքննության, որպեսզի պարզի անձանց ձերբակալելու կամ չձերբակալելու արարքը։ Հիմա, այսինքն բաղն է պարզ լինելու ոստիկանների ձերբակալում են, թե չեն ձերբակալում։ Եթե նպատակահարմար եք մնալ այստեղ, անկախ ոստիկանական կուտակումներից ես բոլորի հետ միասին պատրաստ եմ մնալ այստեղ։ Ես ավելի նպատակահարմար եմ համարում այսօր գնալ, վաղը ժամը 17:30 Տիգրան Ողբաբյանի հարցաքննությունից հետո։ Եթե չունենանք հեկոս գործից այդ 6 ձերբակալված ոստիկան, ապա այսքանի փոխարեն հավաքվելու ենք արդեն 1000 կամ 2000 հոգով։ Քննարկեք, եթե ուզում եք հիմա մնալ, կարող եք նաև հիմա մնալ։ Հիմա ուրեմն զանգ կանում ողջան, եթե զանգ չկանում, հիմա չկա, այս մարդը Հիմա տեսեք, այսօր այստեղ մնալով քննչական կոմիտեն որևէ աշխատանք չի կատարելու։ Մաքսիմում արդյունքը ինչի մենք հասնելու ենք, դա գունավոր բերետավորների կողմից ձերբակալման գործողություններ են իրականացվելու։ Մաքսիմում ինչի մենք հասնելու ենք լինելու է դա, քանի որ քննչական կոմիտեն ձերբակալումը պայմանավորում է լրացուցիչ հարցաքննությամբ, որ հեսօր Ախրցից աղսել այգյան։ Մի խոսքով ժողովուրդ, այսօր մենք որևէ նպատակի այս հավաքով, այսքան մարդկանցով հավաքի նպատակին չենք հասնելու։ Ես առաջարկում եմ մինչև վաղը ժամանակ տալ քննչական կոմիտեին, ցույց տալ ժամանակ տալ մինչև վաղը քննչական կոմիտեին եւ վաղը սպասել։ Եթե լինի հավաք ձերբակալված ոստիկան, շատ բարի, եթե չէ, ուրեմն հավաքվում ենք երակի քարակի ավել։ Վաղը 17:30 6:30 Ես ասեցի որ ասել։ Նույն տեղը։ Այս պահիդրությամբ մեր հավաքը չեմ ասում որ ծառայել է իր նպատակին, բայց այս պահիդրությամբ ինչ Տեսեք, Տիգրան Ողբաբյանի փոստանգած ոստիկանների ձերբակալությունը քննչական կոմիտեն պայմանավորում է Տիգրան Ողբաբյանի լրացուցիչ հարցաքննությամբ, որը նշանակված է վաղը 17:30-ին։ Եթե 17:30-ից հետո ոստիկանները իդենտիֆիկացված չլինեն եւ
այդ նույն ոստիկանները ձերբակալված չլինեն, ուրեմն ամեն մեկը, ով այսօր այստեղ ներկա է, իր ընկերների հետ միասին կգա եւ Տիգրան Ղուբաբյանին կաջակցի։ Մեր նպատակը այն է, լավ, այսպես ասեմ, մեր նպատակը այն է, որ ցույց տանք, որ Տիգրան Ղուբաբյանը մենակ չէ, ճիշտ է, չէ՞։ Բոլորս ցույց ենք տվել, որ Տիգրան Ղուբաբյանը մենակ չէ։ Այդ Տիգրան Ղուբաբյանից եկեք ծափահարություններով ցույց տանք, որ Տիգրան Ղուբաբյանը մենակ չէ։ Ես ինքսից չեմ հուսադրում, բայց վստահ եմ, որ Տիգրան Ղուբաբյանը համոզվել է, որ ինքը մենակ չէ։ Եվ ոստիկանները այլևս կամ քննչական կոմիտեի որևէ ներկայացուցիչ այլևս չի կարծելու, որ այս գործող տուժողը ինչ-որ միայնակ արցախցի է։ Վաղը մենք ապացուցելու ենք, որ ինքը ընդհանրապես միայնակ չէ եւ այս նույն կազմով դեռ ավելին հավատելու ենք այստեղ, սպասենք մինչեւ ոստիկանության ծառայողների ձերբակալմանը։ Եթե այստեղ չհաջողվեց, ուրեմն ներքին գործերի նախարարությունից պահանջելու ենք ծառայողական քննության շրջանակներում ձերբակալում։ Այս պահի դրությամբ ես առաջարկում եմ հավաքը դադարեցնել։ Բայց թորը ետա եկալ է։ Հա, կա։ Չեք խոսում։ Ճանապարհը մոխտա, մինգեր կալասը սպասի բալի արժու, տապորի բոլորին շնորհակալություն ներկայանալու համար, իրոք այս շնորհակալությունը ես իմ անունից չեմ հայտնում, հայտնում եմ Տիգրան Ղուբաբյանի անունից։ Ինքը բոլորին շնորհակալ է այսօր ներկայանալու համար։ Մենք այսօր հանդիպում ենք ունեցել այդտեղ տեղեկացնեմ իմանանք, որպեսզի վաղը իմանանք մեր պահանջները ում դեմ ենք ներկայացնելու։ Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետի տեղակալի, գործող քննիչի եւ այդ խոշտանգումների բաժնի վարչության պետի հետ։ Վաղներ նրանցից այդ նույն պահանջները ներկայացնելու ենք եւ նրանցից նույն պահանջներն ենք պահանջել։ Դե, շնորհակալություն բոլորին, վաղներ նույնպես սպասում ենք բոլորին։ Սամո, ցակես, արի։ 168 թեմի հարգելի հետևողներ, մինչև